Այս մարդու մոտ որևէ բան չփոխվեց։ Ինչա կատարվում։ Փաշինյանը առավոտվանից մի հատ ինչ-որ տեսանյութի է հղում անում, որը վստահաբար ինքն է պատրաստել, որը իբր մի խումբ արցախցիներ դիմակներով սպառնում են Փաշինյանին վերացնելու կամ վրեժ լուծելու համար։ Ու այս տեսանյութը վերցրել է, ընկել է փողոցները, սրան հղում անելով աջ ու ձախ սպառնալիքներ է հնչեցնում եւ ընդդիմությանը մեղադրում այս քայլերի գործողությունների կամ այդ երևույթի հետ կապ ունենալու կամ պատվիրելու համար։ Ժորժ ջան, այս մարդու մոտ բան չի փոխվել, այս նույն ձեռագիրն է, ու արդեն վաղուց վառված ձեռագիր է, այս նույն այս մարդը արել է պատերազմից հետո դիմադրության շարժման ժամանակ, սրբազան շարժման ժամանակ, այսինքն հենց նեղն անկնում ինք իր դեմ ահաբեկչության, սպանության փորձի բեմադրությունն է կազմակերպում ու դրանով որպեսզի մի նպատակով, որպեսզի նախ վախ սերմանի ժողովրդի մեջ եւ դրանով արդարացնի ընդդիմության նկատմամբ իր ապօրինի քայլերը, բռնությունները եւ ձերբակալությունները ու առհասարակ երկրի սահմանադրական կարգի տապալում։ Ուրեմն լսի Նիկոլ, մի քանի առիթով ասել եմ, մեկ անգամ եւս կրկնամ, դու մեր ժողովրդին պետք ես ողջ եւ առողջ։ Մենք ամեն ինչ անելու ենք քո անվտանգությունը ապահովելու համար, որտեղ դու պետք ես կենթանի մեր ժողովրդին։ Ինչի համար, որպեսզի դատարաններում պատմես, ինչու հանձնեցիր Արցախը, ինչի շուրջ 5000 մարդու մահվան պատճառ դարձար, ովքեր են քո մեղսակիցները, այս դավաճանություն ու այս ամեն ինչը մեր ժողովրդի պետության գլխին ինչի արեցիր։ Հետևաբար այդ անընդհատ որ մեր ժողովրդին խեղ, չարիվ, ահաբեկված ներկայացնում ես թիմը տելեձեմի վայնասունակցել, որ ուզում էին սպանեն, քեզ որևէ մեկը չի ուզում։ Դու մեր ժողովրդին պետք ես կենթանի։ Վերջացրու այդ բեմադրություններիդ ներկայացումը, այս ճանապարհով հաջողության չես հասնի։ Իսկ ինչ վերաբերում է դիմակներով թաքնված, թռած, չգիտեմ ինչ, չես հասկանում, որ արդեն քեզ Հայաստանի Հանրապետության ամեն մի ծառի ու թփի տակ բռնում են ու քո ճակատին ասում են դու ով ես, որ դու հայրենիքի դավաճան ես, հողեր հանձնող ես, դու ուզում ես ընտրվես, որ հայրենիքից նոր տարածքներ հանձնես։ Հետևաբար տերորիստներ եք դուք, ահաբեկիչներ եք դուք եւ քո բոլոր փորձերը այս ընտրությունները վերածել քաոսի մենք թույլ չենք տալու։ Իսկ արդից օգտվելով նաեւ մի բան ասեմ, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը փողոցում ապրելու փոխարեն թող զբաղվի հոգեկան հիվանդի առողջության հարցերով։ Այս հիստերիան հավանաբար պայմանավորված է նաև նրանով, որ ինքը ծանոթ է նոր սոցիոլոգիական հարցումներին, գիտի, որ իր իշխանությանը քիչ է մնացել, առողջապահությամբ զբաղվող անձիկ պետք է սա նկատի ունենա եւ դեղերի դոզան ավելացնի։ Իսկ մեր ժողովրդին մաղթում եմ կամք, համբերություն եւ ամեն ինչ լավ լինելու։ Ու այս սրա հիստերիան արդեն խոսում է դրա մասին, որ ամեն ինչ ճիշտ ընթացքով է գնում։